Զարը և մերը Կիրգիզական հեքիաթ Լինում է չի լինում, ասում են տարիներ առաջ մի փադիշահ է լինում։ Օրերից մի օր փադիշահի վեզիրը իր հոգին ավանդում է, և փադիշահը նրա տեղը իր սիրելի ջիգիտ ծառաներից մեկին է նշանակում։ Մի օր նա իր նոր վեզիրի հետ բազեի որսի է գնում, և ճանապարհին փադիշահը իր վեզիրին ասում է. Թե որ ես տղա ունենամ, իսկ դու աղջիկ, աղջկատ իմ տղայի հետ կամուսնացնեմ։ Թե որ ես աղջիկ ունենամ, իսկ դու տղա, աղջկաս քո տղային կնության կտամ։ Բայց թե էնպես պատահի, որ երկուսս էլ տղաներ ունենանք, կամ էլ աղջիկներ, թող նրանք մինչև իրենց կյանքի վերջը իրար հետ ընկերներ լինեն։ Վեզիրը համաձայնում է, և երկուսն էլ Ղուրանի վրա երդվում են իրենց խոսքին հաստատ մնալ։ Շատ շուտով փադիշահի կինը ունենում է աղջիկ, իսկ վեզիրինը տղա։ Փադիշահը այդ ժամանակ իր վեզիրի հետ լեռներում որս էր անում։ Սուրհանդակները այս ուրախ լուրը տալիս են նրան։ Փադիշահը ու վեզիրը այս լուրը լսելով շատ են ուրախանում, աշխարհով մեկ են լինում, և ձիերին հեծած սլանում են դեպի պալատ։ Բայց ճանապարհին վեզիրի ձին սայթակում է, ցած գցում իր հեծյալին, ու վեզիրը տեղնուտեղը մեռնում է։ Փադիշահը արքով ու փառքով թաղում է իր վեզիրին, հետո քեֆ է կազմակերպում երեխաների ծննդյան առիթով։ Տղայի անունը Զար են դնում, իսկ աղջկանը Մեր։ Զարն ու Մերը մեծանում են միասին, այսպես միասին են լինում, մինչև որ լրանում է նրանց 16 տարին։ Մերը այնպիսի գեղեցկուհի է դառնում, որ բոլոր հարևան խաները սիրահարվում են նրան, և շատերը ուզում են ամուսնանալ հետը։ Բայց բոլոր խնամախոսներին փադիշահը մի պատասխան է տալիս. Իմ աղջիկը արդեն ունի իր նշանածը։ Երբ փադիշահի պալատականները իմանում են նրա որոշումը, սկսում են փնթփնթալ։ Մեր փադիշահը ուզում է իր մինուճար աղջկան այդ որբին տա, իր նախկին ծառայի աղջկան, բամբասում են նրանք։ Այս բամբասանքները շուտով լսում է նաև փադիշահը։ Մի որդի է ընկնում սիրտը, և արգելում է, որ Մերը հանդիպի Զարին ու խոսի հետը։ Փադիշահը աղջկա համար մի պալատ է կառուցում, որը նրան թաքուն հետևելու մի լուսամուտ է ունենում։ Այնտեղ է փակում Մերին ու մի չար պառավել հսկող է դարձնում։ Իմանում է Զարը այս բոլորը ու դառը լաց լինում։ Մայրս փոփում է տղային ու ասում. Զար, որդիս, լաց մի լինի, գլուխդ բարձր պահիր, գնա այդ պալատը, որ փադիշահն է կառուցել, գաղտնի լուսամուտից ներս նայիր, Մերը քեզ բան կասի։ Այսպես Զարը ուրախանում է մոր խոսքերի վրա, վազում պալատ ու ինչ տեսնի, Մերը բացել է լուսամուտը և հայելի է ցույց տալիս։ Հայելու երևացող կողմը իրեն է դարձնում, իսկ հակառակ կողմը փեսացուին, ու հեռանում է լուսամուտի մոտից։ Զարը հուզված մոր մոտ է գալիս։ Իմ սիրելի հարսնացուն ինձ տեսնել անգամ չի ուզում։ Նա հայելու երևացող կողմը իրեն դարձրեց, իսկ հակառակը ինձ, ու հեռացավ լուսամուտից։ Նա երևի ատում է ինձ, ծառայի տղային։ Ես չեմ կարող այսպիսի վշտի դիմանալ, ես կմեռնեմ, մայրիկ, ասում է Զարը և նորից դառը լաց լինում։ Մերը հայելին շրջել է քեզ հասկացնելու համար, որ ցերեկով չգաս, այլ գիշերով, ասում է մայրը որդուն։ Զարը շատ է ուրախանում, աշխարհով մեկ լինում, տեղից վեր է թռչում ու նորից վազում նվիրական լուսամուտի մոտ։ Զարը շատ է կանգնում լուսամուտի տակ, բայց այդ անիծյալ օրը կարծես չի մտնում։ Երբ վերջապես մութը ընկնում է, Մերը մոտ է կանչում Զարին ու ասում. Սիրելիս, կանգնիր լուսամուտի տակ, այ էն թփերի մոտ, ու ոչ մի քայլ չհեռանաս,
Երբ բոլորը քուն մտնեն, ես պալատից 2 ձի կհանեմ, մեկը սպիտակ, մյուսը գորշ, դու պատրաստ եղիր, այսպես է խոսում մերը, բայց դու մի ասա չարպարավ այդ բոլորը լսում է, այհույ ասում է նա, տեսնեմ էդ ոնց եք փախչելու, Զարը թփի մոտ երկար սպասում է մերին, այնքան երկար, որ քունը տանում է խեղճի, ինքն էլ չի զգում, թե ինչպես է պառկում թփի տակ ու խորը քուն մտնում, մոտենում է չարպարավն ու տեսնում, որ նա խորը քնած է, կանգնում է թփի մոտ ու մերին սպասում, մերն այդ ժամանակ պալատից դուրս է բերում 2 ձի, մեկը սպիտակ, մյուսը գորշ, մոտենում է թփին ու շշնջալով ասում, Սպիտակ ձիուն նստիր Զար, պարավը նստում է սպիտակ ձիուն ու 2-ով հեռանում են պալատից, մերը առջևից էր սլանում, իսկ պարավը ետևից, այսպես նրանք մինչև լույսը բացվելը գնում են ու գնում, մեկ էլ մերը ետ է նայում ու տեսնում, որ Զարի փոխարեն չարպարավն է իր ետևից գալիս, մերը զարմանում է, բայց ցույց չի տալիս, էնեկե, դառնում է նա պարավին, դու մեծ ես, փորձ շատ ունես, ավելի լավ է դու առջևից գնաս, չարպարավը համաձայնում է, խթանում է իր ձին ու առաջ ընկնում, պարավը թափով առաջ է սլանում, իսկ մերը կամաց ետ է մնում ու հետո ձիու գլուխը շրջում ետ, բավական հեռանալուց հետո կանգ է առնում և ձիուց իջնում, ինչ էլ ուզում է լինի, Զարը աչքաբաց տղա է, ձիու հետքը կբռնի ու կգա ետևիցս, մտածում է մերը, և նա այսպես 3 օր սպասում է Զարին, իսկ հիմա դառնանք Զարին, հենց լույսը բացվում է, Զարը վեր է թռչում նայում շուրջը, բայց ոչ ոքի այդպես էլ չի տեսնում, 4 կողմ աչքի ածում ու մեկ էլ ձիու սմբակների խոր հետքեր նկատում, Մերը երևի քնեցրել է ինձ, իսկ ինքը հեռացել, մտածում է Զարը, ես հետքերը բռնած կգնամ ու կգտնեմ իմ հարսնացուին, և ես նրան կհիշեցնեմ մեր երդումը, ինչպես որոշում այդպես էլ անում է, գնում է Զարը, թե ինչքան ինքն էլ չի հիշում, մինչև որ հանդիպում է մերին, աղջիկը պատմում է չարպարավի մասին, ուրեմն էդ պարավն է ինձ քնեցրել, ասում է Զարը, շուտով 2-ով հեծնում են գորշ ձիուն ու շարունակում իրենց ճանապարհը, շատ են գնում, թե քիչ, դա էլ Աստված գիտի, խեղճ ձին հալից ընկնում է, ու տեղից շարժվել այլևս չի կարողանում, շուտով նրանց ճանապարհը մի մեծ խոր գետ է փակում, և նրանք չեն կարողանում անցնել մյուս ափը, այս ափին խիտ ու բարձր մի անտառ է փռված, Զարն ու մերը նստում են ծառերի տակ, որ մի քիչ հանգստանան, որտեղից որտեղ նրանց դիմաց շիլ աչքով մի ծեր նավավար է հայտնվում, սիրելի պապիկ, մեզ մյուս ափը հասցրու, խնդրում ենք, ասում է մերը ծերունուն, նավակս հին է ու հալից ընկած, 2-իդ միանգամից տանել չեմ կարող, թե որ ուզում եք, մեկ կտանեմ, ասում է ծերուկը, մերը անմիջապես հասկանում է ծերունու չար միտքը և շշուկով Զարին ասում է, ծերունու միտքը չար է, բայց ոչինչ, ես կգնամ նրա հետ, իսկ դու մնա և մի վախեցիր, եթե ծերունին գետի մեջտեղում ուզենա ինձ ջուրը գցել, ես նրա հախից կգամ և կվերադառնամ քո ետևից, այսպես է ասում մերը և նստում նավակը, և այնպես է լինում, ինչպես մերն էր ասել, հենց որ նավակը գետի մեջտեղն է հասնում, ծերուկը ուզում է աղջկան ջուրը գցել, մերը ինքն է ծերունուն ջուրը գցում ու անմիջապես նավակի գլուխը շրջելով գնում դեպի ափ, մերը ափ է դուրս գալիս, նայում 4 կողմը, բայց Զարը չկար ու չկար, աղջիկը շատ է փնտրում իր փեսացուին, հոգնում պառկում մի կաղնու տակ ու այդպես քնում, դու միասի հենց այդ տեղերում որսի էր դուրս եկել ահեղ փադիշահ Թայմասը,
Նրա բազեն իջնում է այն կաղմուղու վրա, որի ստվերում քնած էր մերը։ Փադիշահը մոտենում է կաղմախուն, տեսնում է մերին ու քար կտրում նրա գեղեցկությունից։ Նա հենց տեղնուտեղը որոշում է աղջկան իր պալատը տանել և անպայման ամուսնանալ նրա հետ։ Նա արդեն 9 կին ուներ, իսկ մերը կդառնար 10-րդը։ Մերը տեսնում է, որ այս անգամ դժվար թե կարողանա փրկվել, և ահեղ փադիշահին ասում է այսպես. «Ես էլ փադիշահի աղջիկ եմ, երևի ինձ վիճակված է, որ դառնամ ձեր կինը, բայց թույլ տվեք մինչ հարսանիքը մի քիչ շրջեմ ձեր տերության մեջ, թող ձեր բոլոր 9 կանայք գան ինձ հետ, հրամայեք բոլորիս իրար նման ձիեր պատրաստեն ու նաև նման հագուստներ տան»։ Թայմասը համաձայնում է ու կատարում է մերի բոլոր պահանջները։ Եվ մերը փադիշահի 9 կանանց հետ ճանապարհ է ընկնում։ Գետափին նա նկատում է հենց այն նավակը, որով ինքն էր եկել, և փադիշահի կանանց ասում է. «Եկեք էն ափը գնանք ու էնտեղ զբոսնենք»։ Կանայք ձիերից ցած են իջնում և ուրախ նավակ նստում։ Հոսանքը նավակը քշում ու տանում է։ Դու միասիլ այնտեղ, ուր գետի ջրերը մի լճակի մեջ էին թափվում, 10 ավազակներ են թաքնված։ Տեսնելով նավակը, ավազակները շատ են ուրախանում։ Որսն ինքը իր ոտքով իրենց ձեռքը ընկավ։ Նրանք նավակը մոտեցնում են ափին և տեսնելով կանանց որոշում են իրենց կին դարձնել։ Մերը պահանջում է, որ ավազակները ճոխ հարսանիք անեն, և մինչ ավազակները դեսուդեն են ընկնում, որ լավ սեղան բացեն, մերը շշուկով կանանց ասում է. «Ես թեյի մեջ քնաբեր խոտ կգցեմ»։ Ինչպես որոշում, այդպես էլ անում է։ Կանայք ավազակներին խմեցնում են այդ թեյից, ու նրանք այդ ժամանակ խոր քուն են մտնում։ Հետո հագնում են ավազակների շորերը, մազերը թաքցնում են փափախների տակ, վերցնում են նրանց զենքերը և նստելով նրանց ձիերը հեռանում այդտեղից։ Էսպես շատ են գնում, թե քիչ, շուտով հասնում են մի մեծ քաղաք։ Պարզվում է, որ մի քանի օր առաջ սրանց խանը մեռել է։ Այդ խանը շատ երեխաներ ուներ, և պալատականները չեն իմանում, թե նրանցից որին խան ընտրեն։ Շատ են մտածում և որոշում են բաց թողնել մեռած խանի որսկան բազեին։ Թռչունը, ում գլխին որ նստեր, նրան կդարձնեին քաղաքի խանը։ Պալատի մոտ հավաքվում է մի հոծ բազմություն։ Ավազակների շորերը հագած կանայք մոտենում են պալատի հենց այն ժամանակ, երբ որսկան թռչունին բաց են թողել։ Բազեն պտտվում և նստում է մերի գլխին։ Մարդիկ նայում են իրենց ընտրածին և ինչ տեսնեն։ Մի գեղեցիկ ջիգիթ է, լավ զինված, շուրջն էլ 9 ջահել ջիգիթներ։ Իսկական խան է որ կա, մտածում են մարդիկ ու մերին տանում պալատ։ Այսպես մերը դառնում է խան։ Եվ ահա օրերից մի օր կանչում է իր խանության բոլոր վարպետներին ու հրամայում. «Փայտի վրա իմ արձանը քանդակեք»։ 2 օր ու գիշեր խանության ամենալավ վարպետները չարչարվում են, քանդակում են նրա արձանը ու բերում պալատ։ Մերը հրամայում է իր արձանը դնել դրսում, ուղիղ պալատի դիմաց։ Թող բոլորը տեսնեն իմ պատկերը, թող բոլորը իմանան, թե ինչ հմուտ վարպետներ են ապրում իմ խանությունում, ասում է մերը։ Իսկ իր թիկնապահներին մերը գաղտնի հրաման է տալիս. բռնել նրան, ով նայելով արձանին մեր անունը կտա։ Այսպես գալիս են մարդիկ, անցնում են մոտով ու նայում արձանին։ Անցնում են օրերը։ Մեկ էլ կեսօրին մի օտարական է կանգ առնում արձանի մոտ ու ասում. թե որ արձանը փայտից չլիներ, ես նրան մեր կասեի։
Խանի ծառաները անմիջապես բռնում են այդ օտարականին ու մի դատարկ տան մեջ փակում։ Մի քանի օր անց երեկոյան փողոցով մի երիտասարդ է անցնում։ Հենց տեսնում է արձանը, մոտ է վազում, գրկում ու ասում. «Միթե դու ես մեր»։ Այս երիտասարդին էլ են բռնում ու փակում մի առանձին տան մեջ։ Առավոտյան մերը տղամարդու շորեր հագած 9 կանանց հետ գալիս է օտարականի մոտ ու հարցնում. «Մերը քո ի՞նչն է»։ Օտարականը, որ բանից պարզվում է Փադիշահ Թայմասն է, պատասխանում է. «Իմ ոչինչն էլ չի։ Ես գտա նրան գետի ափին։ Որոշեցի ամուսնանալ հետը, բայց հարսանիքից առաջ նա իմ 9 կանանց հետ զբոսնելու գնաց ու այլևս ետ չեկավ։ Ոնց կլինի, գոնե իմ 9 կանանց գտնեի», բացականչում է Թայմասը, չկասկածելով անգամ, որ խանին ուղեկցող ջահել տղաները հենց իր 9 կանայք են, որ կան։ Մերը հետո գնում է այն տունը, ուր պահված էր երիտասարդը։ Նա անմիջապես ճանաչում է իր զարին, և զարը պատմում է, թե այն ժամանակ ինքը ինչպես է մոլորվել գետափի թավուտում։ Մերը պալատ է վերադառնում, հրամայում է իր մոտ բերել Թայմասին և նրան վերադարձնում է իր 9 կանանց։ Բոլորին լավ հյուրասիրում ու ճանապարհի համար ուտելիք ու հանդերձանք տալիս։ Հետո մերը զարին խանի շորեր է հագցնում և նստեցնում խանի գահին։ Այդ օրվանից սկսած զարը դառնում է խան, իսկ մերը խանի կին։ Նրանք հասնում են իրենց մուրազին։ Դուք էլ թող որ հասնեք ձեր մուրազին։